Բարև ձեզ բարեկամներ։ Եվ կրկին ձեզ հետ Փակ TV-ն, որի ունկնդիրները արդեն իհարկե առավոտից սպասում են մեր հերթական եթերին։ Եվ պիտի անեցեմ, որ մենք այսօր ձեզ հուսախաբ չենք անելու, քանի որ այսօր մեր հերթական անակնկալ հյուրն է, որին իհարկե դուք լավ ճանաչում եք, բայց որի ցանկացած ելույթ իսկապես շատ հետաքրքիր նաև բացահայտումներ է անում։ Այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագետ, մեր լավագույն իսկապես քաղաքագետներից մեկը, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում ձեզ տեսնում եմ, որովհետև իսկապես հավատացեք, դուք մեր շատ սպասված եւ ցանկալի հյուրերից եք, որի հետ ես միշտ կարողանում եմ անկեղծանալ եւ որն էլ կարծում եմ այդ ամենը ինչ մենք զգում ենք միմյանց հանդեպ կարողանում է փոխանցել եթեր։ Դե հարցերը շատ են, բայց կա մի հարց, որը չնայած այս վերջին շրջանում շատ է ասում, շատ է ծիծում, բայց դա շատ կարևոր է։ Խոսքս ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթների մասին է, բազմաթիվ ելույթներ, ել չեմ խոսում, թե մեր ունկնդիրները ինչպիսի անհամբերությամբ են սպասում ձեր մեկնաբանությունը Փաշիև Ալիևի այդ ելույթների հետ կապված։ Խնդրեմ, դուք ինչպես ասում են ուղիղ եթերում եք եւ ձեր կարծիքը։ Սեպտեմբեր 25-ին ՄԱԿ-ի վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում ելույթ ունեցան գրեթե բոլոր երկրների ղեկավարները։ Բնականաբար այդտեղ մեզ շատ ավելի հետաքրքրում էր մեր հարևանների ելույթները, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Սա հետաքրքիր նաև այն առումով, որ Ալիևի առաջի ելույթն էր օգոստոս 8-ից հետո Վաշինգտոնում ստորագրված այդ փաստաթղթերից հետո, այսինքն սա կարող էր լինել ցուցանիշ, ինչքանով է Ալիևը լրջորեն մոտենում այսպես կոչված խաղաղության գործընթացին։ Ցավոք սրտի ելույթը ցույց տվեց, որ բնավ որևէ ցանկություն Ալիևը չունի խաղաղության, որովհետև իր ելույթի 15 րոպեից 8 րոպեն, առաջին 8 րոպեն, առաջին իսկ նախադասությունից ինքը Հայաստանին էր մեղադրում եւ կարելի ասել հաճախ զրպարտում։ Նախ ինքը կրկնեց տարիներ ի վեր, ես կասեի տասնամյակներ ի վեր Ադրբեջանի կողմից մշակված ստերը, ասելով, որ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի 20%-ը, իսկ մենք գիտենք, որ հայկական ուժերի կողմից վերահսկվում էր 11,500 քառակուսի կիլոմետր, 86,000 քառակուսի կիլոմետր սովետական Ադրբեջանի պարագայինի դեպքում հաստատ 11,000-ը չի անում 20%, 20%-ը անում է 17,000-ը։ Բայց այս կեղծիքը իրենք տարածում են մի տեսակ ավելի տպավորիչ ստեղծելու համար։ Նույն ձևի խոսեց 1 միլիոն բռնագաղթվածների մասին, որը եւս սուտ է, որովհետև հայկական ուժերի կողմից վերահսկվող ամբողջ տարածքում, այն է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզև 7 շրջանները շրջակա ամբողջությամբ, թեև հայերը ամբողջությամբ չէին վերահսկում շատ շրջաններ, ապրում էր ընդամենը 560,000 ադրբեջանցի, ոչ կարող է լինել 1 միլիոն բռնագաղթի ենթարկվածներ։ Այս ամբողջը ցույց է տալիս, որ Ալիևը հող է նախապատրաստում իր այն հայցերի համար, որոնք ինքը արդեն ներկայացրել է, որովհետև ամեն երրորդ նախադասությունը խոսում էր հայերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին, երբ որ եղել է լրիվ հակառակը։ Մենք լավ գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ հատկապես հետո 23-ի բռնագաղթի ժամանակ, թե ոնց է քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել, կրակ են բացվել հիվանդանոցների վրա եւ հաստատ դա չէր կարող լինել շփոթմունքի արդյունք, որովհետեւ Ստեփանակերտի հիվանդանոցը հաստատ ռազմաճակատային գծից շատ հեռու էր, որը եղել է նշանառու կրակի տակ։ Մենք գիտենք, որ դպրոցներն են հրետանակոծվել, որի հետևանքով դպրոցականներ են զոհվել, ռազմագերիներ են պարզապես
մորթազերծ արվել եւ գնդակարվել, տարեց բնակչություն եւ այլն։ Ինքը ներկայացավ այսպես հրեշտակի թևերով, իբր խաղաղություն ենք բերել, հարգել ենք միշտ օրենքները, բայց այս հայերը եւ շատ հետաքրքիր է ինքը ոչ թե հայերի մասին էր խոսում, անընդհատ թիրախավորում էր Հայաստանը որպես պետություն, պատերազմական հանցագործ եւ այլն։ Գիտեք, առաջին հայացքից գուցե սա թվա, որ միգուցե բանա, սա ընդհանրապես խոսք է, բայց այս խոսքերը շատ կարևոր են, որտեղ դիվանագիտության մեջ խոսքի վրա է քաղաքականությունը կառուցվում։ Մասնավորապես ես կուզեմ ուշադրություն դարձնել մի կետի վրա, որին միակ կետն էր, որին անդրադարձավ Փաշինյանը եւ ինչ որ չափով հակադարձեց, թեև ինքը պիտի հակադարձեր բոլոր մյուս մեղադրանքներին։ Մասնավորապես Ալիևը միանշանակորեն օգտագործեց Զանգեզուրի միջանցք արտահայտություն, ինչպես միշտ արվել, եւ սա էլ որպես ներկայացրեց իրենց կողմից կատարված հաղթանակի հետևանք, որ իրենք է որ առաջարկել են խաղաղություն, որ իրենք է վերում են կայունություն։ Մյուս հարցը, որին այսպես հպանցիկ անդրադարձավ Փաշինյանը, այն էր, որ գիտեք, այս տոնայնությունը, որտեղ հնարավոր չէր անտեսել, այսինքն այս թշնամական տոնայնությունը ինքը իհարկե չօգտագործեց թշնամական բառը, բայց ընդունելի չէ, անգամ ինքն է հասկանում։ Ես վստահորեն կարող եմ ասել, Ալիևը ձգձգելու է այս process-ը, ինքը արդեն իսկ դիմել է միջազգային տարբեր կառույցների, այսպես ասած հատուցումների համար, եւ քանի դեռ պայմանագիր ուժի մեջ չի մտել խաղաղության, որտեղ կետ կա իբր հետ կանչել հայցերը փոխադարձաբար, մինչև այդ ինքը կհասնի դատական որոշումների եւ հետո միայն ոնց ասած հայկական կողմը ստիպված կլինի այդ քաշել, իսկ ինքը կասի ես հայցերը արդեն հետ եմ քաշել, որտեղ հայցեր չկան, արդեն կան դատավճիռներ։ Ես կուզենայի, որ անդրադառնայիք Փաշինյանի ելույթին, ինչը այդպես էլ կարելի է ասել ոչ ճշմարտացի լուսաբանվեց հատկապես հայկական տարբեր լրատվամիջոցներում։ Արդեն նշեցի, որ իր միակ անդրադարձը դա այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին էր խոսքը, նեղվել էր, նեղացել էր, որ ինչու այդպես Ալիևը կոչում։ Գիտեք, շատ տարօրինակ է այս ԿՊ-ական քարոզչությունը, բան, իրենք այդ բառից են կարճում, ասում են, չէ, դա միջանցք չի, դա ճանապարհ է, թրիփ է, չգիտեմ ինչ։ Գիտեք, վերնագրերը, անունները կարևոր չեն, էությունը որն է, էությունը շատ պարզ է, որ Ադրբեջանը պիտի ունենա անխափան անցում այդ հատվածով Հայաստանի։ Հիմա թե ինչպես կոչվի էական չի։ Ասում են ինքնիշխանության պահպանում եւ այլն, այդ լիակատար ամբողջ չկա։ Հարց. արդյոք ես եւ դուք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող ենք ազատորեն գնալ այդ հատվածը, այդ միջանցքը, այդ անցուղին։ Իհարկե չենք կարող։ Ուրեմն ստացվում է, որ ադրբեջանցին անխափան մուտք ունի այդ տարածք, իսկ հայաստանցին չունի։ Հիմա հարց, այդ դեպքում դա ում տարածքն է։ Եթե իրենք անխափան մուտք ունեն, մեր մուտքը խափանված է, փակված է։ Սա մեկ։ Մյուսը նաև, որ Հայաստանը եւ դրա մասին գոնե պիտի հնչեցներ, գոնե այսպես հույս հայտնելով, որ Հայաստանը ակնկալում է, որ իր տված Ադրբեջանին այդ հնարավորության դիմաց իգնել Նախիջևանի վրայով կստանա համարժեք եւ համապատասխան անցում դեպի Իրան, հարևան երկրները եւ դա կայունությանը կբերի։ Ալիևի խոսքը կառուցված էր շատ գրագետ, ստի եւ կեղծիքի համեմունով, այսինքն ինքը անընդհատ օգտագործում էր խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, ինքնիշխանությունների փոխադարձ ճանաչում, այսինքն չիմացող մարդը, իսկ լսողների 99%-ը չիմացող են, իրենց մոտ տպավորություն կստեղծվի, որ գիտեք, այս ինչ լավ է, որ Ադրբեջանը հենց այդ խոսելու պահին սովետական Հայաստանի տարածքից 243 քառակուսի կիլոմետր չի օկուպացրել։ Դրա մասին խոսք չկա ու մենք հասկանում ենք, որ Ալիևը կամավոր դա չի զիջելու այդ տարածքը։ Իսկ այդ տարածքը նաև որակական նշանակություն ունի, այսինքն որակ է փոխել, որտեղ մասնավորապես օրինակ Իշխանասարի գրավումը այդ բարձունքին հնարավորություն է տալիս վերահսկելու տասնյակ եւ տասնյակ կիլոմետր հեռավորության վրա
Հայաստանի Արարատյան դաշտի հատվածից դեպի Վայոց եւ Զանգեզուր գնացող ճանապարհները։ Իսկ հիմա, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանը խոսում է, ինքը անկլավ անունը չի տալիս, բայց ասում է դե Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական հողեր եւ այլն։ Դրա վերադարձի մասին է խոսում, պատկերացրեց, որ դա էլ տրվի Ադրբեջանին, ընդհանրապես մեր կապը արտաքին աշխարհի հետ լրիվ գտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պիտի ասեմ, որ Ալիևը թշնամական եւ թիրախային էր խոսում, Նիկոլ Փաշինյանը խեղճացած եւ ավելի շատ ուշադրություն դարձնելով բառային ձևակերպումներին, մասնավորապես ասացի այդ միջանց կոչեցյալին։ Այո։ Պարոն Պապյան, մի հարց էլ կա, որ ուզում եմ անպայման ձեզ հետ քննարկենք, խոսքս կլոր սեղան այդ գաղափարի մասին է, անկեղծ ասած ես էլ շատ հավանում եմ, որ վերջապես կարծես միավորվում են բոլոր կարող ուժերը։ Ձեր կարծիքը այդ երևույթի մասին։ Ես պիտի ասեմ, որ սա մեր առաջին փորձը չի։ Մենք ամեն տարի առնվազն մի քանի կլոր սեղան ենք անցկացնում։ Դրա մասին կան հրապարակումներ, կան նաև հանդիպումներ, որոնց վերաբերյալ չեն եղել հրապարակումներ, մենք միշտ փորձել ենք համախմբել։ Ավելին ասեմ, երբ որ մենք 1.5 տարի գիշեր ցերեկ ազատության հրապարակում հերթապահություն էինք հաստատել, հենց դա այդ համախմբում կլոր սեղանի գաղափարի շուրջ էր։ Ինչու ենք անում։ Ասեմ, որ ես անձնավորապես այսպես մեծ հույսեր ունեմ, որ հնարավոր կլինի մեծ համախմբում իրը կատարել, այդ չեմ, պարզ ասեմ, ես թերահավատ եմ, հասկանում եմ խնդրի դժվարությունը, բայց ազգային ժողովրդավարական բևեռը հավատարիմ իր համախմբման սկզբունքներին, անընդհատ այդ գործադրում է իր բոլոր ջանքերը։ Եվ հիմա մենք ունենք, որ 30-ից ավել քաղաքական ուժեր, հասարակական քաղաքական գործիչներ նույն կլոր սեղանի շուրջ են եկել, իհարկե կլորը տվյալ դեպքում պայմանական է, որտեղ սեղանը ուղղանկյուն էր, եւ մենք խոսում ենք, քննարկում ենք, հայտարարությամբ ենք հանդես գալիս։ Առաջի կլոր սեղանը, որ մենք արեցինք, դա Հայաստանի սահմանադրության արտաքին ճշմամբ փոխելու հարցն էր։ Գիտեք, որ Ալիևը պահանջում է, եւ նրա թիկունքին էլ Թուրքիան եւս պահանջում է, փոխել Հայաստանի սահմանադրությունը, որպիսի հղումը անկախության հռչակագրից դուրս անեն։ Իրենց դուրը չի գալիս անկախության հռչակագրի մեջ ամրագրված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորումը, դուրները չի գալի հղումը հայոց ցեղասպանության ճանաչման հետամուտ լինելուն եւ առաջին հանրապետության իրավահաջորդությանը։ Դրա համար եւ դրա մասին բացահայտ ասել են ադրբեջանցիները, բազմիցս են ասել, նոր չէ եւ իշխանությունն էլ է դրա մասին ժամանակին ասել, որ մեզանից պահանջում են, բայց մենք չենք անի, եթե այդպես է, ապա իրենց սահմանադրության մեջ եւս պահանջներ կան Հայաստանի տարածքի նկատմամբ։ Հիմա մոռացել են, որ իրենք դա ասել են, հիմա էլ ուզում են ժողովրդին խաբեն ուրիշ ձև, ասում են, չէ, գիտեք, այդ մենք ենք ուզում փոխենք, իրենք այստեղ կապ չունեն։ Ինչպես բազմաթիվ հարցեր, որ իրենք ասել են, երբեք բնավ չենք փոխի, բայց փոխել են։ Մասնավորապես Ալիևը իր ելույթում նշեց, ՄԱԿ-ի ելույթում նշեց Մինսկի խմբի եռանախագահության լուծարման մասին, սա ընկետերից մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ խումբը կլուծարվի միայն այն դեպքում, երբ ստորագրվի եւ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը։ Այդ պայմանագիրը չի ստորագրվել, ուժի մեջ չի մտել, բայց միևնույն է զիջեց։ Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի իր իշխանությունը։ Բնականաբար մենք փորձ ենք անում եւ արենք ազգային ժողովրդավարական ուժերի համախմբման, որպեսզի միասնաբար կանխենք նման լուրջ փոփոխությունները, որի համար Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չունեն լիազորություն, չունեն մանդատ։ Իրենք լրիվ այլ ծրագրով են գնացել ժողովրդի մոտ 21-ին, իրենց քվեները, որ ստացել են այլ նպատակների համար, հիմա անում են լրիվ հակառակը, ես կասեի,
անգամ ոտնահարելով գրեթե բոլոր իրենց խոստումները, այն ինչ որ այսօր ասում են, սրա եւ անում են, սրա հակառակն էին խոստանում ընտրապայքարի ժամանակ։ Ես կուզենայի, որ մենք անդրադառնանք նաև օրերս Մոլդովայում անցկացված ընտրություններին, հնարավոր է, որ այդ տարբերակը կիրառվի նաև մեզ մոտ եւ այդ ճանապարհ դեպի Եվրոպա, այդ ամենը փուչ խոսակցությունները։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը երկար խոսելով Եվրոպայի մասին եւ Հայաստանի եվրոպական կողմնորոշման մասին իր իշխանության այս 7 տարիների ընթացքում գրեթե բան չի արել, քայլ չի արել։ Եվ նրանք, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին կոչում են Եվրոպամետ, թող նշեն 2 քայլ, որ մարդը արել է։ Գիտեք, հարցազրույցը ինչ որ իտալական թերթի կամ սառեցնելը հապկի մասնակցությանը դեռևս սրանք քայլեր չեն, որովհետև քայլը դա անշրջելի երևույթն է քայլ։ Հիմա մենք տեսանք ինքը խոսած ինչ որ հապկից դուրս գալի մասին, խոսած որ ոտս չի լինի Մինսկ, ես չեմ հանդիպի Լուկաշենկոյի հետ, որովհետև Լուկաշենկոն բացահայտ բոլորի առջև իրան վիրավորելով ասեց, որ ինչ ես իմ վրա խոսում, բա երբ որ ռուսներն են զենք ծախում ադրբեջանցին, ինչ ես լեզուտ ուրիշ տեղ կողել, բառացի։ Եվ այլ վիրավորանքներ հիմա վերկացավ գնաց, այսինքն Նիկոլ Փաշինյանը երբեք Եվրոպամետ չի եղել եւ չի։ Ցավոք սրտի սա շատ վատ ազդում մեր հարաբերություններին, ասենք Եվրոպայի վրա, Եվրոպա հետ կներեք։ Մոլդովայում հակառակն էր երևույթը, այնտեղ կար եւ կա նախագահ, որը ղեկավարում է Եվրոպամետ ուղղությունը եւ կարողացավ հաղթել այս ընտրություններին բավականին շատ քվե հավաքելով եւ երբ որ նայում ենք, ես իհարկե մանրամասներին տեղյակ չեմ, բայց երբ որ գոնե նայում եմ այն կուսակցություններին, ովքեր մասնակցել են եւ քվեներ են ստացել, գիտեք, շատ կարեւոր է, երբ որ դուք տեսնում եք, այսինքն մի կուսակցություն հավաքելա մոտ 50-ին մոտ, մյուս ինչ որ 27-28, մյուսները 6-7%, սա որոշակի ժողովրդավարության ցուցանիշ է։ Երբ որ տեսնում ենք, որ երկրներում 95% մի կուսակցություն կամ մի անհատ է հավաքում, դա նորմալ վիճակ չի։ Չի կարող ժողովրդավար հասարակության մեջ այդպես լինել։ Ժողովրդավարության ուժեղությունն ու թուլությունը նրա մեջ է, որ կան տարաձայնություններ, մարդիկ ազատորեն իրենց տեսակետն են արտահայտում եւ տեսակետների բախումից է արդարությունն ու ճշմարտությունը ի հայտ գալիս։ Այնտեղ որտեղ տոտալիտար ռամբակարգ է, առերես միասնության մեջ, այն է մեկի կամքը թելադրելով, բոլորը դրա կողմ են, բայց խնդիրը հետեւյալն է, եթե դու չունես ուժեղ ընդդիմություն, դու ուրեմն չունես ճիշտ փորձաքննություն, ցանկացած գաղափար պիտի անցնի փորձաքննության։ Իսկ փորձաքննությունը ով է անում քաղաքական դաշտում, ընդդիմությունն է անում, որ մատնացույց է անում տվյալ ծրագրի կամ կողմնորոշման կամ աշխարհաքաղաքական տարբեր երևույթներ։ Հետևաբար ես Մոլդովայի ժողովրդին շնորհավորում եմ, որովհետև ամեն պարագային սա ցուցանիշ է ժողովրդավարության, եւ ես վստահ եմ, որ լուծվելու են նաև տարբեր խնդիրներ, որ առկա են Մոլդովայի առումով, եւ ինքը այդ ժողովուրդը իր զարգացումն է ունենալու։ Մեր հարցում, քանի դեռ իշխանությունը չունի հստակ քաղաքական կողմնորոշում, ամենակարևորը չի ձեռնարկում քայլեր, մենք տատանվելու ենք։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի պատեպատ տվեց մեզ էլ իր հետ էս կողմ են կողմ, իբր խոսած Եվրոպայի մասին, իբր հեսա դուրս են գալու հապկից, այստեղ հենց այս նույն սրահում ես եթե հիշում եք ասել եմ ժամանակին, որ պետք չի խոսալ դրա մասին, որ ասում էր հապկից դուրս կգանք, եթե պետք կլինի, ինչ եք խոսում դրա մասին ընթացակարգ կա, դուրս եք գալի, համապատասխան անաղմուկ դիմումը տվեք, անաղմուկ դուրս եկեք, այդ ժամանակ կտեսնեք ինչ է։ Երբ որ դուք դուրս ես գալիս, դուք քո դեմ ես տրամադրում ահագին ուժեր, վերջում էլ դուրս չես գալիս։ Եվ մենք ունեցանք մի բան, որ Նիկոլ Փաշինյանը պտտվեց իր շրջանը սյուր, խոսելով արևմուտքի մասին, վերջը գնաց Շանհայ, հետո Մոսկվա եւ Մինսկ, իբր դա Եվրոպա գնում։ Դա հերթական իր կեղծիքն է։
Գիտեք, մի հարցել կա, որ հնարավոր է ես կուզենայի համառոտ նույնպես անդրադառնայիք Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման մասին է խոսքը, վարչապետը վերջերս նորից մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք։ Գիտեք, մանրամասները մեզ հայտնի չեն, ասենք մենք չգիտենք, չի բարձրաձայնվել ինչ են քննարկել, բայց կա մի ակնհայտ երևույթ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ամիսներ ի վեր պատրաստվում է առաջիկա ընտրություններին եւ այդ հարցերից մեկը եղել է, չգիտեմ, սիրաշահելով, խաբելով կամ համոզելով ստանալ նաեւ Պուտինի եւ Ռուսաստանի աջակցությունը, որովհետեւ ամենամեծ վտանգը Փաշինյանը զգում է Հայաստանում պրոռուսական ուժերից, որովհետև ինքը չկարողացավ այնպես քաղաքականություն իրականացնել, որ արևմուտքը Հայաստանում ունենար հզոր հենարան, ինքը ոնց որ ասած այդ տեղը զբաղեցրեց, վերջում էլ դավաճանեց այդ դիրքորոշումը եւ թռավ այդ ձեր ասածը Մոսկվա Պուտինի մոտ։ Ինքը ընտրությունների համար բան է ուզում, ժողովրդի խոսքով ասած Պուտինի դաբրոն է ուզում, ուրիշ ոչինչ իրան պետք չի էլ հետաքրքրում, բայց կյանքը ցույց կտա դեռ ինչպես է, որովհետև նույն հաջողությամբ Փաշինյանը այսօր Ալիևի եւ Էրդողանի հետ է խաղեր տալիս եւ նրանց աջակցությունն է ուզում ընտրությունների ժամանակ, որովհետև Փաշինյանը լավ հասկացել է, որ ինքը այլևս ներքին լսարանում չունի այդ ազդեցությունը, ինքը ուզում է հենվի արտաքին ուժերի վրա եւ նրանց աջակցությամբ պահպանի իշխանությունը։ Իհարկե ինքը այնտեղ խորամանկություն է անում, լավ բառեր է օգտագործում, ասում է խաղաղություն, ասում է, բայց երբ որ մենք տեսնում ենք Ալիևի արդեն վերոհիշալ եւ ելույթը եւ հատկապես գործողությունները հաստատ այս քաղաքականությունը չի տանելու խաղաղության, բայց ժողովուրդը հերթական անգամ խաբվելու է այդ խոստումներից եւ այս այցն էլ Մոսկվա հենց դրա հետ է կապված առաջիկա ընտրությունների։ Թե ինչպես երևում է առաջիկա ընտրություններից առաջ շատ հետաքրքիր իրադարձություններ են զարգանալու։ Ըստ ձեզ այդ նախընտրական շրջանը ինչով կարող է առանձնանալ Հայաստանում։ Կարծում եմ ի տարբերություն նախկին երկուսի, այսինքն 18 եւ 21-ի, սա ավելի դաժան պայքար է լինելու, որտեղ մենք տեսնում ենք արդեն ընդհանրապես Հայաստանում կրիմինալ վիճակը եւ սպանությունների թիվը, հատկապես քաղաքական որոշակի առնչություններ ունեցող սպանությունների թիվը աճել է։ Իշխանությունը օգտագործել է ռեպրեսիվ ապարատը ընդդիմության դեմ։ Արդեն նրանց մի մասին նստացրել է, մի մասի վրա քրեական եւ վարչական գործեր են հարուցվել, մի մասի վրա էլ դեռ բաներ կսարքվեն, գործեր կսարքվեն։ Գիտեք, հասկանում եք, եթե Նիկոլ Փաշինյանին դատեին նույն ձևով, ինչ օրինակ ինքը arczepiskopos Միքայել Աչապանյանն է դատում, որը հարցազրույցի մեջ ինչ որ միտք է ասել, որը Նիկոլ Փաշինյան դուր չի գալի։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակ ինչքան մտքեր է ասել, որ իշխանության դուրը չէր գալիս։ Բայց երբ որ տեսնում եք, այդ մտքերի համար ինքը չի նստել։ Ինքը նստել է այլ, արդեն գործողությունների համար։ Եվ վստահաբար Նիկոլ Փաշինյան դաշտը մաքրում է։ Ես վստահ եմ, որ առաջիկայում ընդդիմության դաշտից լինեն արևմտամետ, լինեն ռուսամետ, ռուսամետներին ինքը մեղադրելի է ասել է, որ տեսեք, ռուսական շահ են առաջ տանում, այդ ձևաբանտեր դնելու, արևմտամետներին ասել է, չէ, իրանք խաղեր են խաղում, իրենք արևմտամետ չեն, այս կոմենքում ինքը նստացնելու է եւ մեզանից որևէ մեկը երաշխիքներ չունի, որ ընտրություններից առաջ չի հայտնվի բանտում։ Ոչ դուք, պարոն Խուշչյան, առավել եւս ոչ էլ ես։ Այո։ Զգուշ եղեք, զգուշ, պարոն Պապյան, պետք է զգուշ լինել։ Պայքարը դեռ առջևում է։ Մեզ պետք է այդ պայքարին կազմ ու պատրաստ ներկայանալ։ Շնորհակալ եմ այսօրվա համար։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ Մոսկվայից ուղիղ կապով զրուցում էինք մեր ճանաչված քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով այսօր էլ մեզ հետ մինչև վերջ անկեղծել։ Այսօր այսքանը, ցտեսություն։